Գոյություն չունի սահման Բարձր քո անունը բոլոր անուններից Զորությունից տերություններից Հավիտյանս հավիտենից Թագավորելու ես տերտերած Հավիտյանս հավիտենից Թագավորելու ես տերտերած Թշնամությունը քանդեց Հոր հետ մեզ հաշտեցրեց Իր արդարությունը մեզ տվեց Ամեն ձուն թող ծրվի Ամեն լեզու դավանի Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Թշնամությունը քանդեց Հոր հետ մեզ հաշտեցրեց Իր արդարությունը մեզ տվեց Ամեն ձուն թող ծրվի Ամեն լեզու դավանի Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Առավորվի երրորդության մեր Աստվածը Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին իրեն լա միշտ փառք եւ միշտ փառք եւ միշտ փառք Բարի եկեք սիրելի եղբայրներ այս ուղեթեր ծառայությանը կսպրվի Փարիզեն ինչպես գիտեք եւ գահստի քեզ ուր որ գտնվիս աշխարհի դարբեր դեղերը անոնք որ գայդեվին մեզ Facebook-ով, YouTube-ով, Խոսք TV-ով եւ նաեւ ICFN-ով Լոս Անջելեսի հեռուստագայանեն անոնք որ Facebook-ով գայդեվին գրնակ դարաձել այս ուղեթեր ծառայությունը ծեր Facebook-ային ընկերներուն որովհետեւ շատերուն հասնի եւ շատերը օրտնվին Փառք Հիսուսի այդ մեծ օրհնության համար որտեղ մենք կրնանք կործածել իր խոսքը տարածելու նպատակով որովհետեւ շատեր լսեն խոսքը աշակերտ դառնան Հիսուս Քրիստոսի խոսքին համաձայն ապրելով իրենց կյանքը փոխեն եւ պատրաստվին այն տակավորներու տակավորին որ պիտի կա իրենիներուն համար պիտի կա այս աշխարհը բացելու պիտի կա արտարություն կատարելու այո մենք կսպասենք նոր երկինք եւ նոր երկիր ուր արտարությունը պիտի դիրե իրեն լա միշտ փառք հալելույա ամեն եւ ամեն Տեր օրհնեցես որ մեզ հետեք մենք ուզենք շարունակել մեր ուղեթեր ծառայությունը այսօրվա մեր սերդողությունը որ քիչ հետո պիտի ունենանք առաջին Թուղթար Հովանու երրորդ գլուխը միջ այդ եկեք միասին գարտանք 92 Սաղմոսեն մի քանի համարներ Սաղմոսին վերջավորությունը գսե հետևյալը Արդարը արմավենի պես պիտի ծաղի Լիբանանի եղևնի պես պիտի մեծնա Դերոջը տանը մեջ դնկվածները մեր աստուծույն սրահներուն մեջ պիտի ծաղգին Ձերության ադենալ բդուղ պիտի դան բարարդ եւ կանաչ պիտի մնան որբեսի բատմեն թե դերը ուղիղ է անիգա իմ վեմս է եւ անոր մեջ աներավություն չգա Արդարները պիտի ծաղկին արմավենի մեջ դիրոջ սրահներուն մեջ Արդարները պիտի երկեն պիտի օրտնեն դերը ձերության մեջ նույնիսկ բդուղ պիտի դան Արդարները անոնք են որ պիտի բատմեն դիրոջ ողորմությունը Արդարները պիտի ասեն թե դերը իրենց վեմն է Ինչպես արդարըլալ Ով են այն արդարները Արդարները անոնք են որ դեր Հիսուս Քրիստոսը ընդունած են իբր իրենց դերն ու փրկիչը Եվ անոնց բերնին մեջ միշտ կա կողություն եւ կովապանություն Նայեցեք առաջին համարը Սաղմոս 92-ին գսե Բարի է կոհանալ դերոջմեն եւ Սաղմոս ասել քու անվանդ ով բարձրյալ Արդուները քու ողորմությունդ եւ քիշերները քու հավատարմությունդ բատմել Ահավասիկ արդարը այն մարդն է որ գկոհանա Աստուծմե Գկոհանա Աստուծմե այն բոլոր օրտություններուն համար որ դերը կատարեց
Եվ մասնավորապես կկոհանա Աստուծմե Հիսուս Քրիստոսի համար, որ ղրգեց մեղքերը մեզ ազատելու, մեր գաբանքներեն դուրս հանելու, արդարը այն մարդն է, որ կկոհանա, եւ երբ որ կկոհանա, ծաղկելու կսկսի, երբ որ կկոհանա, բարար դլալու կսկսի, երբ որ կկոհանա դիրոջը դան մեջ, ծառայելու կսկսի, երբ կողության հոգի գա իր մեջ, պիտի երկե եւ բատվե դերը, արդվնե միջև իր գուն, պիտի բատմե դիրոջ օրտությունները, պիտի երկե դիրոջ շնորհքը, պարապանությունը, կոհապանությունը, արդարը այն մարդ է, որ կովության սրդով, կոհանակ սրդով իր ամեն օրվա կյանքին մեջ կհրճագե դերը եւ գործնե դերը։ Կհրավիրեմ քեզ, որ այն տեսակի արդարը լաս։ Մտնես Տեր Հիսուս Քրիստոսի մեջ եւ կողություն բարձրացնես Տիրոջը։ Որքան կողությունը կբարձրացնես, այնպես Լիբանանի Եղևնիի պես կձաղգիս։ Որչափ կողություն կբարձրացնես այս խավար աշխարհի մեջ, այո, անհույս վիճակներու մեջ, այո, այս անգադար վիճակներուն մեջ, այո, որչափ դժվարություններ են գանցնենք, մենք պիտի սորվենք ամենագարող Աստծո վրա վստահիլ եւ կողություն մատուցանել։ Երբ կողություն կմատուցանես, արմավենի պես պիտի ձաղգիս, Լիբանանի Եղևնիի պես պիտի մեծնաս, Տիրոջը դանը մեջ զնգված երազու սրահներուն մեջ պիտի ձաղգիս, ձերության ադեն նույնիսկ բդուղ պիտի դաս, երբ կողության սիրտ ունիս, երբ կողության սիրտ ունիս, բարարդ եւ գանանչ պիտի լաս։ Իրեն լափարկը եւ падիվը, որ Սուրբ Օքիով մեզ սորվեցնե, կողունակ սիրտ ունենալ, ինչպես կսե Սուրբ Գիրքը Եփեսացին եւ առաջին Թեսաղոնիկեցի մեջ, ամեն բանի համար եւ ամեն բանի մեջ փառք տվեք Տիրոջը։ Եվ այս թողը լա մեր այսօրվա փառապանության օրհնությունը, որ այո դերը գուզե մեզ օրհնել եւ սորվեցնել վստահիլ, ծարավծածներ արդարության, եկեք Տիրոջը, ծարավծածներ գովության, եկեք Տիրոջը, որքան մենք դժկոհության խոսքեր կբարձրացնենք, որքան նեղության վիճակներ կբարձրացնենք, մենք պետք ունենք ամենագարող Աստծո առջև գողություն սորվիլ եւ կոհանակ սրդեր բարձրացնել, գախնիկն է ազատագրության, գախնիկն է բժշկության, գախնիկն է աճման, գախնիկն է ծաղկելու, գախնիկն է ուրախության եւ Աստծո առջև կողունակ սիրտ կբարձրացնենք։ Իրեն լափարկը եւ բադիվը հիմա եւ միշտ հավիդյան Հիսուսյանով գաղութենք դեր, որովհետեւ քո Սուրբ Օքիով այցելես այն բոլորը, որ հիմա քեզ գլսեմ, այցելես բոլոր, որ այստեղ են, անոնց սրդերը, մտքերը, հոգիները պանասով Տեր Հիսուս, որովհետեւ քո հունակ սրդով հասկանան ճշմարտությունը կյանքին, հասկանան քո մեծությունը եւ քո զորությունը, բջջ քո հոգին, որովհետեւ շատեր այսօր երկեն, ուրախանան, սորվին, փոխվին եւ քեզ բադիվ բերեն։ Հիսուս Քրիստոսյան անունով, հալելույա, ամեն եւ ամեն։ Այս երկով եկեք փառապանենք Տիրոջը եւ վերակտնենք իրար առաջին թուղթ Առովանու 3-րդ գլուխ։ Arats lëqari, zëri besë
Ամեն, ամեն եւ ամեն։ Օրտնյալը լայնդերը, որ իր խոստումը կգադարե, երբ որ դուն եւ ես մնանք այն խոստումին մեջ։ Իրեն լա փառք հիմա եւ միշտ եւ հավիդյան։ Սիրելի քույր եղբայրներ, առաջին թուղթ Արհովանու արդեն այսօր պիտի շարունակենք մեր ընթերցումը երրորդ գլուխ 3 համար 19-ն։ Բայց համար 19-ը հասկանալ են առաջ, լավ գլավոր համար 18-ը միասին կարդանք, թե ինչ կսե։ Որդյակներս ոչ թե խոսքով ու լեզվով սիրենք, հաբա կործով եւ ճշմարտությամբ։ Ուրեմն սիրենք ոչ թե միան լեզվով, այլ կործով եւ ճշմարտությամբ։ Խոսքով սերը գերևնա, սերը կորձ ունի, սերը հիմք ունի, հիմքը ճշմարտություն է եւ սերը կորձ է, կորձունեություն է։ Ինչ կորձունեություն? Ճշմարտության վրա կորձունեություն։ Ուրեմն սերը, սիրելի քույր եղբայրներ, աստվածային սերը, ինչ որ հիմա այս 4-րդ գլուխի մեջ լավ պիտի սերդենք, աստվածային սերը խոսք չէ, զգացում չէ, հրճագում չէ, այլ ճշմարտության վրա հիմնված կորձունեություն է։ Ուրեմն երբ որ մեկը մեկուն գսե ես քեզ գսիրեմ, այդ սերը պետք է լա կորձունեություն, բայց ճշմարտության վրա, Աստծո խոսքի ճշմարտության վրա։ Եվ ով է ճշմարտությունը? Հիսուս Քրիստոս։ Ուրեմն Հիսուս Քրիստոսի ճշմարտության վրա հիմնված կորձունեություն է, երբ որ մեկը մեկում հանդեպ բան մգնի։ Եվ այդ կորձունեությունը սեր է։ Հոյակապ է, երբ կհասկանանք, թե ինչպես Աստված կներկայացնե սերը։ Մենք որ գսենք, այո, պետք է սեր ունենանք, սեր ամենեն կարևորն է, սերը, սիրո երգեր գլսենք, սիրո քարոզներ գլսենք, սիրո քաղաքականություն գլսենք, սեր պար ամեն անգուն գա, բայց որ սերի մասին է խոսքը։ Ճշմարտության վրա հիմնված կորձունեություն։ Հիմա ուրեմն գսե համար 19-ը այսպեսով կճանչնանք, թե մենք ճշմարտություն ենք։ Ինչպես կճանչնանք? Երբ որ սերը ի կորձ կտրվի Հիսուս Քրիստոսի վրա, կամ Հիսուս Քրիստոսի պես սերը ի կորձ կտրվի մարդու հանդեպ։ Այսպեսով կճանչնանք, որ մենք ճշմարտություն ենք։ Հիմա դու միջև արդու ասես, որ դու ճշմարիտ ես, դու շիդակ ես, դու արդար ես, բայց եթե քո մեջ Հիսուսի նման սեր չգա մարդկանց հանդեպ, դու ճշմարտություն չես։ Մեկ խոսքով դու Հիսուսեն չես։ Շատ մը ասկեր, շատ մը գրոնքներ, շատ մը անհավատ մարդիկ սեր ունին, այո, բայց ճշմարտության սերը չէ։ Ճշմարտությունը Հիսուս Քրիստոս է։ Ես եմ ճամփան ճշմարտությունը եւ կյանքս։ Ուրեմն մենք Քրիստոսեն ենք, եթե փոխենք ճշմարտություն բառը այստեղ Քրիստոսեն, ասենք ճիշտ նույն իմաստ պիտի ունենա։ Ասով գճանշտանք, մենք Քրիստոսեն ենք։ Երբ որ Քրիստոսի սերը գաբրինք եւ գփոխանցենք, այսպես գճանշտանք, որ մենք Քրիստոսեն ենք։ Ոչ թե մեր խոսքերով, ինչպես ասի, մեր հրճագումներով, ոչ, այլ մեր կորձերով։ Ինչ կորձ? Այն կորձը, որ հիմնված է դեր Հիսուս Քրիստոսի անձին վրա, որ մեկը պխի սեր։ Մեր սրդերուն համարձակությունովը անոր արչև պիտի երևնանք։ Համարձակություն ունենք Աստծո արչև երևնալու, երբ մենք դեր Հիսուս Քրիստոսի սիրո մեջն ենք։ Աստծո արչև ամեն մարդ իրավունք չունի ելնելու։ Ամեն մարդ համարձակություն չունի ելնելու։ Քանի որ Աստված սուրբ է, եւ Աստված չընդունի բոլորին։ Աստծո արչև երևնալու համար միջոց կա, եւ այն միջոցը դեր Հիսուս Քրիստոսն է։ Մենք միշտ կսենք Հիսուսի անունով, մենք միշտ կսենք բարեխոսը Հիսուսն է, միջնորդը Հիսուսն է, մենք միշտ կսենք, կարող Սուրբ Գիրքը այդպես կսե, թե Հիսուս թուրն է, այո։ Բայց Հիսուսի ինչը? Հիսուսի իքորձ տրված սիրո մեջ։ Երբ մենք գսե համարձակություն ունենք, երբ մենք Հիսուս Քրիստոսի ճշմարտության մեջ ենք, սիրո մեջ ենք։ Եթե մեր սրդերը մեզ մեղադրեն,
Մենք գիտենք, թե Աստված մեր սրտերեն մեծ է եւ ամեն բան գիտի։ Հիմա այստեղ կարևոր կետ կա։ Եթե քո սիրտդ քեզ գմեղատրե, որ դու այս մեղքը կործեցիր, այն մեղքը կործեցիր, եւ դու իրավունք չունիս Աստծո մոդենալու, այստեղ գսե Հովաննեսը Աստված գիտե քո սրտի շարժարիթը։ Երբեմն մենք ալ չենք գիտեր մեր սրտի շարժարիթը, որքան կարևոր է հասկանանք, թե մենք ով ենք։ Երբեմն մեր անձերը մեզ գմեղատրեն, քանի որ գուզենք անմեղ լալ Աստծո առջև ելնելու համար։ Ոչ։ Աստված անմեղներուն չէ որ իր առջև պիտի հանե, այլ Հիսուս Քրիստոսի մեջ ներված, արտարացած, իր սիրո մեջ բռնված մարդիկ համարձակություն ունին Աստծո առջև գալու, եւ ոչ թե անմեղ մարդիկ։ Շատեր կան գսեն, ես այնքան մեղ կործած եմ, որ ես չեմ կարող Աստծո առջև ելնել։ Այդ մարդուն սիրտը զինք կմեղատրե, այո, շատ մեղ կործած է։ Ինք իրավունք չունի Աստծո ելելու, բայց Սուրբ Գիրքը մեզ գսե, որ Աստված իր միածին որդին տվավ, որբեսի մեր մեղքերը ներե, այն սերը տվավ մեզ, որ մենք այդ սիրո մեջ մտնալով, այդ սիրո գործունեության մեջ մտնալով համարձակություն ունենանք իր առջև ելնելու։ Հիսուս դուրը բացավ, որ իրմով անցնենք։ Ուրեմն եթե մենք մեր սրտերը կմեղատրեն, որ մենք մեղավորներ ենք եւ մենք իրավունք չունենք Աստծո գալու, այստեղ համար գսե, բայց Աստված մեր սրտերը գիտե, որ մենք կսիրենք զինք, որ եթե մենք իրական ապաշխարած ենք, մենք վերստին ծնված ենք։ Եթե մենք իրական վերստին ծնված ենք, մեր մեջը սերը կա Աստծո հանդեպ, մեր մեջ սեր կա Աստծո ժողովրդին հանդեպ։ Այնտեղ են պիտի գիտնանք, դու հավատացյալ ես կամ չէ։ Ասով կճանչնանք, թե մենք ճշմարտություն ենք կամ չէ։ Ուրեմն այստեղ գտեսնենք շատ կարևոր բան։ Ես հավատացյալ չեմ խոսքով։ Ես Աստված սիրող չեմ խոսքով։ Մարդ սիրող չեմ խոսքով։ Այլ կորձով։ Կորձով։ Որ կորձը Հիսուս Քրիստոսի մեջ ճշմարտության սիրո մեջ մնալը։ Հուսամ գեհդեվիկ սիրելի քուրիախբայրներ կարևոր է։ Եվ այստեղ գսե հաջորդը, սիրելիներ, եթե մեր սրտերը մեզ չմեղատրեն, այնադեն համարձակություն կունենանք Աստծո առջև ելնելու։ Նայեցեք, մեկ կողմեն գսե կմեղատրե, մեկ կողմեն գսե չմեղատրեր։ Գմեղատրե, երբ որ մենք մեղավոր ենք եւ կգարձենք, որ մենք անմեղ պետք է լանք Աստծո առջև, այնադեն գսե մի լսեր քո սրտի ցայնը, այլ Եգուր դիրոջ ցայնը լսե, որ գսե ես քեզ ներել եմ, սիրել եմ Եգուր ինձ։ Բայց որ քո սրտիդ մեջ քեզ չմեղատրեր, ասելով որ դու խնդիր չունիս Աստծո հետ։ Դու վերստին ծնված ես, դու գսիրես Հիսուսը։ Դու գսիրես իր ժողովուրդը։ Քո մեջ ծեր կա Աստծո առջև։ Եթե այդ գտեսնես քո մեջ, որ գադարյալ սելունից Աստծո հանդեպ, գադարյալ սելունից մարդկանց հանդեպ, այնադեն դու համարձակություն ունիս մտնելու Տիրոջ սուրբ տաճարը։ Եվ այդտեղ գսե համար 22 եւ ինչ որ խնդրենք, դառնենք, ինչու, բասնզի իր պատվիրանքները կբահենք եւ իր առջև հաճելի եղած բաները գնենք։ Եթե ես իր առջև հաճելի եղած բաները գնեմ եւ հիմա բիդեսե, սերն է։ Եթե Աստծո առջև սիրով բարվելակերպ ունիմ, առաստված եւ արմարտ, ինչ որ խնդրես կսե պիտի դրվի, քանի որ պատվիրանքները կբահես։ Այստեղ կարևոր է Աստված մեր խնդրածը ամեն մեր խնդրածը չդար եւ ուշադիր եղիր չլա թե խնդրես եւ սпасես քո ուզածդ անպայման Աստված դա, այլ ավելի քո եւ իմ նպատակը պետք է լա ես իր պատվիրանքներու մեջ մնամ։ Եվ եթե ես իր պատվիրանքներուն մեջնեմ անպայման իմ աղոթքը սալ կփոխվի, իմ աղոթքիս դերևս առաջնագարկը կփոխվի, եթե ես իսկապես Աստծո մեջ, սիրո մեջնեմ։ Եթե մենք իր պատվիրանքները կբռնենք, կսե, իր պատվիրանքները կդադարենք, իր առջև հաճելի եղած բաները գնենք։ Հարցում, ասիգա է անոր պատվիրանքը։ Որն է անոր պատվիրանքը? Երկու բան։ Առաջին, որդին Հիսուս Քրիստոսին անվամբ հավատանք, երկրորդ, մեգս մեկ սիրենք, ինչպես մեզի պատվիրեց։ Երկու բան, Դեր Հիսուս Քրիստոսը, որ երրորդության անձնավորություն է, եկավ մարդ եղավ, կատարյալ մարդ, կատարյալ Աստված, ապրեցավ ուղիղ մարդ,
մերավ հարություն արավ երրորդ օրը համբարձավ Աստծո հոր աչքոմը նստավ գպարը խոսե մեր համար եւ պիտի վերադառնա միջ այդ ղրգետ Սուրբ Հոգին որովհետեւ մենք կարողանանք իր նման ապրել այս աշխարհի մեջ եթե դու այսօր կհավատաս եւ եթե դու այսօր համացայն գաբրիս գաղոտես Սուրբ Հոգին դեղ գուտաս որ Հիսուս Քրիստոսը դառնա քո միակ բրգիչը դերը թակավորներու թակավորը եթե դու այսպես գահանցնվիս Տիրոջը երկրորդ բանը որ պիտի անես նորմալ գսեմ կամ շատ բնական շարունակություն ունի դու պիտի սիրես եղբայր քույրերը ինչ է պատվիրանքը հավատալ Հիսուս Քրիստոսի եւ մեկ սիրենք Գյանքի ընթացք է այս մեկ օրվա խոսք չէ ինչպես կտեսնեք բերանացի խոսք չէ ինչպես կտեսնեք բերանով չենք սիրեր ինչպես կտեսնեք այսպես բերանացի բաներ չեն գսեր նվիրում գա Աստծո Հիսուս Քրիստոսով եւ նվիրում գա եղբայր քույրերի քիչ առաջ ասինք խոսքով չսրենք ճշմարտությամբ եւ կորձով սերը հիմք ունի եւ այդ հիմքը Հիսուսն է եւ սերը կորձունեություն է ապրիր ինչպես Հիսուս կապրեր այս սերը կորձե ինչպես Հիսուս կկորձե մարդկանց հանդեպ այս սերը արդար եղիր ինչպես Տեր Հիսուս Քրիստոս արդար էր այս սերը ուրեմն երբ որ մենք այս պատվիրանքները կդարենք Հիսուս սիրել եւ մարդը սիրել մենք իր պատվիրանքները կդարենք եւ մեր խնդրվածները պիտի փոխվի մեր աղոթքները պիտի փոխվի մեր աղոթներու շարժարիտը պիտի փոխվի եւ ինչ որ պիտի խնդրենք դերը պիտի տա քանի որ մեր խնդրվածը իր գամքին համաձայն պիտի լա եւ այստեղ կես հաջորդ համարը ան որ պատվիրանքները կբահե անոր մեջ կգենա շատ կարեւոր է Աստուծո մեջ կգենա եւ Աստվածալ իր մեջ այստեղ այստեղ միապանություն կա Բադվիրանքները բահելով ասոր մասին շատ կխոսի Հովաննեսը Հովաննու ավետարանի մեջ 14 եւ 16-ի մեջ բադվիրանքները բահել իր մեջ կենալ է զինք սիրելն է իր հետ մեկ ըլլալն է ուրեմն ան որ բադվիրանքները կբահի եւ իր մեջ կգենա Աստվածալ իր մեջ կգենա եւ այստեղ կարեւոր բան գսե Աստծո մեր մեջ բնագիլը գտնանք Սուրբ Հոգիի միջոցով որ մեզի տվավ Սուրբ Հոգին մեզ գծուցապանե, թե մենք Աստուծո մեջն ենք եւ Աստված մեր մեջն է։ Բայց ինչպես գծուցապանե։ Երբ Սուրբ Հոգին քեզ գսե, ապրիս, բրավո, դու իր պատվիրանքին մեջն ես։ Երբ որ իր պատվիրանքին մեջն եմ, ես իր մեջն եմ, ինքը իմ մեջն է, այս Սուրբ Հոգին է։ Ուրեմն շատերը երբեմն գսեն մենք Սուրբ Հոգի ունենք, մենք Սուրբ Հոգիով ենք, մենք Սուրբ Հոգի այսպես, Սուրբ Հոգի այնպես, բայց անոնց մեջ ոչ մարդկանց հանդեպ սեր կա Ճշմարիտ սեր, լավ լսեցեք ինչ կսեմ 30 տարվա իմ հովվական ծառայության մեջ ես այս բառեն նույնիսկ հիաստապվել եմ սեր բառեն եւ որ մարդիկ ամեն բառի մեջ սեր բառը կգործածեն առանց հասկանալու սիրո ճշմարտությունը եւ սիրո հիմքը ուրեմն ուրդեղ են գերեւնա որ ես իր մեջն եմ եւ որ իր պատվիրանքը կբահեմ Որն է իր պատվիրանքը Հիսուս Քրիստոսի իմ թակավորիվ իմ դերը միայն եւ իմ քույրը եղբայրս մեկ սիրել նպատակ Հիսուսի սիրով այս ցեվով դերը իմ մեջ կփնագի իր Սուրբ Հոգիով եւ կհաստատե որ ես իր զավակն եմ եւ իմ աղոթներս պիտի փոխվի իմ ծրագիրներս պիտի փոխվի իմ նպատակս պիտի փոխվի իմ ուղղությունս պիտի փոխվի քանի որ երբ որ մենք հասկանանք որ մենք իր մեջն ենք եւ իր մեր մեջն է Եվ որ կհասկանանք որ մեր քույր եղբայրները բոլորը անհրաժեշտ են մեզ, քանի որ մենք տրված ենք սիրելու, նվիրվելու, ոչ թե քանքադելու եւ փամփասելու, ինչ որ այսօր ամեն եկեղեցի մեջ կլսենք ամոթ Քրիստոսի մարմինին, որ սիրելու դեր կփամփասե, սիրելու դեր երևեն գխոսի, սիրելու դեր կքանքադի, այս չէ որ դերը մեզ սորվեցուց։ Դերը մեզ սորվեցուց այն սերը, որ իր մեջն էր կփոխանցե մեր մեջ Սուրբ Հոգիով։ Հռոմեացիս 5-րդ գլուխ 5-րդ համար մեզի գսե Աստուծո սերը մեր մեջ եկավ Սուրբ Հոգիով եւ այստեղ նույն բանը գսե Աստված իմ մեջ կփնագի ես իր մեջ կփնագիմ Սուրբ Հոգին կհաստատե ինչու ինչպես եւ սեր կա Աստծո հանդեպ եւ իր ժողովրդին հանդեպ
եկեղեցին ինձ կսորվեցնե սիրել։ Եկեղեցական իմ կյանքս, իմ եղբայր քույրերու հետ հարաբերությունս կսորվեցնե ինձ սիրել ինչպես ճշմարտությունը, ինչպես այն, որ ճշմարիտ էր Հիսուս Քրիստոս։ Ուրեմն այդ բոլոր մարդիկ, որոնք կանարգեն եկեղեցին, եւ որ գսեմ եկեղեցի դեղական եկեղեցի մասին կխոսիմ, որոնք կանարգեն եկեղեցին, որոնք եկեղեցի քրիստոնյա ճշմարիտ հավատացյալներուն միշտ բան մը գտնեն, եւ որ գսեմ եկեղեցի բառը լավ հասկացեք սիրելիներ, ոչ մեկ անվանագոչման եկեղեցի մասին չի խոսքս, Հիսուս Քրիստոսի եկեղեցի մասին։ Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, եւ Քրիստոսի մարմինին մեջ ինք կա, եւ որ ինք կա, այնտեղ մենք կսորվենք այն միակ պատվիրանքը, որ Քրիստոսը ընդունենք իբր մեր գլուխը, մեր թագավորը, եւ իր մարմինը, ինչպես այստեղ գսե, մեկ սիրենք, ոչ թե փերանացի, նորեն կգտնեմ, այլ ճշմարիտ գործով։ Ես կգարձեմ, որ այս շատ բարձ հստակ ուղղություն է, որ այսօրվա մեր սիրելի եղբայրները, քույրերը, քարոզիչները եւ եկեղեցի հաճախորդները բոլորը պետք է վերադառնան այս բարձ գետին։ Այսօր շեշտը դրած են կազմակերպություններու վրա, շեշտը դրած են գործունեություններու վրա, ինչպես այսպես մադարակ անենք, ինչպես այսպես պաշտամուն կնենք, ինչպես այսպես անենք, որ մարդ կա, ինչպես այսպես անենք, որ այսպես լինի, այնը լա եւ այլն։ Քույր եղբայրներ, շատ բարձ է։ Քրիստոսի մարմինը պետք է վերադառնա ճշմարտության, սիրո ճշմարտության, առաստված եւ իրար։ Մեգս մեկ։ Եվ այդպես է, որ ինչ որ կխնդրեք կսե գդրվի, ինչու, քանի որ մեր խնդրածը շիդակ խնդրանք պիտի լա։ Քանի որ իր պատվիրանքները մենք կգադարենք կսե։ Մենք դարիներ երբեմն կխնդրենք Աստծո բամը չլար։ Բայց Աստված գսե դու մի խնդրեր, նախ սիրե, նախ սիրվիր, նախ եկեղեցի մեջ հանձնվիր, դվիրվիր, ընդունիր իմ որդին Հիսուս Քրիստոսը, նախ այնտեղ են սկսիր։ Եվ հետո քո աղոթքը վստահ պիտի փոխվի, շիդակ աղոթք պիտի գադարես, քանի որ իր պատվիրանքին համաձայն, եւ Աստված վստահ շիդակ ձևով պիտի պատասխանի։ Ինչ որ խնդրենք կառնենք անգե, վասնզի իր պատվիրանքները կբահենք։ Ոչ թե վասնզի լավ գաղոթենք, ոչ թե վասնզի լավ մարդիկ ենք, մեր հովիվները լավ են, մեր քահանաները լավ են, մեր եկեղեցիները լավ են, ոչ, անորոշ չէ որ գառնենք, գառնենք վասնզի իր պատվիրանքները կկատարենք, իր պատվիրանքները, ոչ թե Սարգիս հովիվին, ոչ թե ասինչ կամ անինչ հովիվին կամ քահանային կամ եկեղեցին, ոչ, Հիսուսի պատվիրանքները, բաց, դես, սորվիր, հնազանդիր եւ դես ինչ մեծ օրտություններ գլա կյանքիդ մեջ։ Օրտնյալ է մեր դերը։ Հալելույա։ Հուսամ օգուտեցես եւ գեհդեվիկ սիրելի քույրեղբայրներ։ Գլուխ 4 պիտի փորձենք քիչ մը արագ երթալ, քանի որ շատ հստակ է ինքնիրուհին գլուխ 4-ը։ Բայց գլուխ 4-ին առաջին 6 համարները եկեք մի քիչ իրար հետ խորհրդակցենք։ Սիրո մասին խոսանք միջև հիմա։ Հիմա Հովանես շեշտը գտնե ճիշտ եւ ճշմարիտ հավատքի վրա։ Սիրելիներ, ամեն հոգիի մի հավատակ։ Հաբա հոգիները փորձեցեք, թե արդյոք Աստուծո են, վասնզի աշխարհի մեջ շատ սուտ մարգարեներ եկած են։ Ամեն հոգիի մի հավատակ։ Ամեն մեկուն ըսածին մի հավատակ։ Ամեն մեկուն ըսածին ուշադրություն մի eder, նախ փորձ է, դես, նայիր, ով է այդ մարդը, եւ հետո իր խոսածներուն։ Թույլ տվեք ասեմ սիրելի քույրեղբայրներ, իմ այսքան դարիներու գարջ դարիներ է փորձառությունս, 30 տարի, անչափալ շատ չէ։ 30 տարվա փորձառության մեջ քանիներեն խապվեցանք, քանիներ խապեցին մեզ, քանիներ հիաստապեցրեցին մեզ, քանի որ լավ խոսողներ էին, լավ բաներ գսեին, շիդակ բաներ գսեին, բայց շիդակ մարդիկ չէին։ Հոգիները քննեցեք, ամեն հոգի մի հավատակ, նախ փորձեցեք գսե,
փորձեցեք աշխարհի մեջ շատերը կան, փորձեցեք թե արդյոք Աստծուց մեեն։ Ես ցեզ ասեմ սիրելիներ, ես ալ ինտերնետի ծառայող եմ։ Եթե ուշադրություն ունեք, շատ իմ կարոզները ինտերնետ չեմ տնում, Facebook չեմ տներ։ Այլ մեր գայքի մեջ խոսքը TV-ի մեջ կտրվի եւ YouTube-ի վրա միան կտրվի։ Միան ուղի եթերը գնեմ Facebook-ով եւ մնացած դեղերով։ Գիտեք ինչու։ Քանի որ այնքան սուտ խոսքեր կան, հավատքի սուտ խոսքեր, մեր հայ սիրելի ազգի ճագերդյալ հովիվներ ըստված մարդոց մե, որ այլևս, ինչպես ասեմ սիրելիներ, գկայթաղգվինք, եւ եթե մեկը Աստծո խոսքեն շատ տեղյակ չէ, եւ ինչ որ այսօր մեծամասնությունը, որ քարոզներ գլսեն, Աստծո խոսքեն շատ տեղյակ չեն, քանի որ իրենք չեն գարտար։ Այդ մարդիկ շատ շուտ կշեղվին, ինչպես Հովհաննես կսե, այդ սուտ մարգարեներեն։ Եվ կարևոր է, որ սիրելի քույր եղբայրներ, քարոզիչը լսել են առաջ, քարոզիչի մասին տեղեկություն ստանաս։ Անոնք, որ ուղիեթերներով կամ YouTube-ով, Facebook-ով իմ սերդողությունները կամ քարոզները գլսեն, մի գլեք ինչ որ գսեմ։ Այո եւ ամեն միսեք առանց մտածելու ինչ որ գսեմ։ Այլ նախ փորձեցեք թե ես ով եմ։ Ես իմ մասին խոսիմ, հուսամ այս սկզբունքը գառնեք եւ բոլոր այդ հովիվներում որ գլսեք, անոնց հուսամ այս սկզբունքով գքայլեք, որ դուք չխապվիք։ Հակոբոսը գսե մի խապվիք գսե։ Այսօր շատ խապվին քրիստոնյա աշխարհը, սատանայի կորձիչներ են, սուտ մարգարեներ, սուտ քարոզիչներ, ուրեմն սիրելի քույր եղբայրներ, մեմը դեսեք, համարը գսե փորձեցեք այդ մարդուն, փորձեցեք այդ մարդուն, իր ամենօրվա կյանքին մեջ, իր շրջապատին մեջ, իր գադարյալ վարդապետության մեջ։ Շատ կարոզիչներ կան սիրելի, որ անուններ չեմ ուզեր տալ, որ գիտեմ շատերը գլսեք եւ գտեսնեք, եւ որ ընդհանուր կարոզչության թեմաներ գերտան առաջ, լավ բաներ գսե, բայց երբեմն գտեսնենք իր վարդապետության մեջ սխալ մոդեցում կա եւ նույնիսկ հագա Քրիստոս։ Բայց քանի որ ինչպես քիչ առաջացի շատերը Աստծո վարդապետության են անչափալ տեղյակ չեն, ինչ որ գսեն ամեն։ Ուրեմն փորձեցեք այդ մարդկանց, փորձեցի բաները պիտի սորվեցնեն իբր թե հավատքով։ Ամեն հոգի մի հավատակ, այլ փորձեցեք տեսեք այդ մարդը Աստծուց մե է, թե ոչ։ Թողերը ողորմություն ունի։ Մաղե եւ զդե այսօր կոնե մեր հայ քրիստոնյա ժողովրդի մեջ քարոզիչները։ Եվ նորեն կգրտնեմ ամեն տեսակ եկեղեցիներու մեջ, ամեն անվանագործության եկեղեցիներու մեջ, թող ամեն դեղ մաղվի, թող ամեն դեղ սրբվի, որ այդ մարդիկ ոչ թե փեմային քարոզչություն ունեն, այլ իրենց կյանքով քարոզչություն ունեն։ Ողորմություն ունի դերը քրիստոնյա աշխարհին այսօր։ Ասով գրնանք ճանչնալ գսե համար 2 Աստծո հոգին։ Ուրեմն այն ժամանակ, Հովհաննեսի ժամանակ, գար վարդապետություն, որ գմտնար եկեղեցիներու մեջ, եւ դերևս հիմա չկա այլևս, բայց իսլամներու մոտ կա, Եհովայի վկաներու մոտ կա, մոդավորապես այդպես բան, այն ժամանակ գսեին, ասոր մասին անցած շաբաթ ալ խոսեցի, որ Հիսուս կամ որ Քրիստոս Աստծո որդին հոգիով իջավ եւ բնագեցավ Հիսուս ըսված մարդու մեջ։ Այն ժամանակվա սուտ մարգարեներու ինչ որ Հովհաննես կքարոզե, քանի որ այդ տեսակի մարդիկ իր եկեղեցիներուն մեջ սկսեր էին մտնել, որոնց մասին պիտի խոսի հայտնության կրկին մեջ եւս։ Այդ վարդապետությունը գսեր,
Հիսուս Քրիստոս Աստծո որդին հոգի է, Աստուծո իջած, Աստված է, բայց ինք մտավ մարդումը մարմինին մեջ։ Եվ այդ մարդը ուրիշ մարդ մնե, որուն անունը Հիսուս է։ Եվ անշուշտ Հովանես հստակ ցևով գսե հետևյալը. ամեն ով որ Հիսուս Քրիստոսով մարմինով եկած կթավանի, անիգա Աստուծո է։ Ամեն ով որ կթավանի, որ Հիսուս Քրիստոս մարմինով իջած երկինքեն, այն մարդն է Աստուծո։ Քանի որ սուտ մարկաներն ինչպես ասի, այդպես չէին հավատար։ Գտեստեք ինչ սուր վարդապետություն է։ Թերևս այդ մարդիկ ինչ լավ բաներ կխոսեին։ Բարի եղեք, լավ եղեք, խելոք եղեք, Աստված գործնեցես, այսպես, այնպես, եւ շատ մարդիկ կլսեին այդ մարդկանց։ Բայց այս սուր մարգարեությունը, ներողություն, սուր վարդապետությունը, Հիսուս մարմինով, Հիսուս երկինքեն եկած, Քրիստոս մարմին եւ այլն, շատերը չէին ալ լսեր, չէին ալ հասկնար, անչափ կարևոր չէր իրենց համար։ Սիրելի քույր եղբայրներ, այսօր ալկան այսպես կարոզիչներ, որ ընդհանրական բաները լավ սիրուն կկարոզեն, բայց ներսը վարդապետությունը մաքուր չէ։ Հիսուսի շատերկան աստվածությունը չեն ընդունիր։ Շատերկան Սուրբ Հոգի աստվածությունը չեն ընդունիր։ Ուրիշներ եկեղեցա վարդապետության հակառակ են։ Ուրիշներ վախճանաբանության խնդիր ունին։ Քույր եղբայրներ, լավ պիտի ճանչնաս քեզ քարոզիչին ընդհանուր, լավս եմ, ընդհանուր վարդապետությունը, ոչ թե միայն բեմային վարդապետությունը։ Սուր է այս վարդապետությունը, շատերը անչափ հոգերն ինչ է, բայց Հովանես կսե մի ընդունեք այդ մարդկանց։ Աստուծո մեջ չեն այդ մարդիկը, սուտ մարգարեն այդ մարդիկը, քանի որ Հիսուսին ինչ ըլլալը կատարյալ ցևով չեն ընդունիր։ Շեշտը տրված է Հիսուսի վրա։ Ճշմարտությունը գարտացին քիչ առաջ Հիսուսն է։ Հիսուսի պես պիտի սիրենք եւ Հիսուսի անձը պիտի ճանաչենք, ինչպես կսե բադվիրանքը երկու բան է՝ Հիսուս Քրիստոսի հավատալ, ինչպես որ է եւ մեգս մեկ սիրել։ Ուրեմն այսօր մեր եկեղեցիներու մեջ, տարբեր եկեղեցիներու մեջ Հիսուս Քրիստոսի անձի վարդապետության խնդրեմ կա։ Սուրբ Հոգիի անձի վարդապետության խնդրեմ կա։ Ուշադիր եղեք։ Ինչի կհավատանք, որուն գլսես եւ գսե փորձեցեք այդ անձերը Աստծո մեն թե չէ։ Եվ ամեն ով որ Հիսուս Քրիստոսը մարմինով եկած չի տավանիր, անիգա Աստծո մեջ է, եւ նայեցեք ինչ կսե, անիգա ներին հոգին է, որուն համար լսեցիք տեբիդիկա եւ արդեն աշխարհի մեջ է։ Ների հոգին, անցյալ շաբաթ նույն խոսքը դվավ։ Ները հագա Քրիստոսն է, հագա Քրիստոսի, Քրիստոսի անձին հագարակ։ Եվ որ ները պիտիկա աշխարհի վերջավորության, ինքը պիտի չսե Հիսուսի մի հավատացեք։ Ինքը պիտի ձրե Հիսուս Քրիստոսի անձը։ Պիտի խափանե Հիսուսի ճշմարիտ անձնավորությունը։ Եվ շատեր, քանի որ քույր եղբայրներ շատ գներեք, հուսամ դուք այդ մարդոց մեջ եք։ Շատեր, քանի որ վարդապետության խնդրեմ ունին, քրիստոնեական ուսմունքի բագասը ունին, շատ դյուրությամբ եւ հեշտությամբ պիտի խափվին։ Անորոշ ես արդեն եղավ 1 տարի անց, որ դիրոջ մեն ստացած ուզեցի փար առ փար, համար առ համար Աստծո խոսքը փոխանցեմ ցեզ, իբր սերդողություն։ Այսօր գնշմարեն նույնիսկ եկեղեցիներու մեջ, գիրագնորյա քարոզներու մեջ, շեշտը տրված է մարդը լավս կա, ունենա, լավ լինի, հաջողակ լինի, բժշկվի եւ այլն, ինչ որ շիտակ բաներ են, բայց շեշտը տրված չի ճշմարիտ վարդապետության վրա։ Հուսամ տարբեր եկեղեցիներու մեջ քրիստոնեական ուսմունքը հստակ կբացատրվի։ Ոչ թե փարոյաբաշխությունը, այլ քրիստոսագետրոն վարդապետությունը։ Շատ կարևոր է, որ այսօր մենք մագաս ունենք եւ անորոշ ների հոգին շատ դյուրությամբ բիդի խապե շատ հավատացյալներ։ Վերջին օրը որ պիտի կամ գսե արդյոք Հիսուս գսե արդյոք հավատք պիտի գտնեմ։ Ինչս է։
Վերջին օրը Հիսուս կալեն առաջ, այնքան կարոզներ կան, այնքան քիրքեր կան, այնքան ուսմունքներ կան, որ պետք է բոլորը արո մաքուր հավատքի մեջ լային, բայց ինչու չեն։ Քանի որ կտեսնենք եւ ես կտեսնեմ ականադես վստահ դուգալ ծեր եկեղեցիներու մեջ ծերընդ շրջաբադին մեջ մարդիկ այլևս սուբ գիրք չեն գարտար, սուբ գիրքի սերդողություն չեն ըներ, նայեցեք մեր ուղիետերները սուբ գիրքի սերդողություն գնենք շատ քիչ մարդ կհավաքվի, բայց նույն adեն ուրիշ ուղիետերներ կան, որ հայրավոր, հազարավոր մարդիկ կերտան, քանի որ այդտեղ գաղոթենք, որ բժշկվենք, գաղոթենք, որ լավը լամեզի, գաղոթենք, որ հովիվները գաղոթեն, որ ազատագրությունը լավ ըսկան այդ մարդիկը, հարուստ լան, տրամ ունենան եւ լեցուն հետևորդներ կան։ Եվ այդ հովիվը հայրուրեն 10 ալի Կոնե 25-ը, հայրուրեն 25-ը սխալ բաներ գսե, բայց հաջելի բաներ։ Հաջելին ասել չէ անսխալ։ Սատանան ալ հաջելի խոսքերը սավ։ Լույսի հրեշտակի պես կրնա ձպտվիլ։ Հաջելի խոսքեր կրնա դալ մարդ խապելու նպատակով։ Եվ ես վստահ եմ, որ այդ տվյալ քարոզիչները իրենք ալ չեն գիտեր, որ մարդ կխապեն։ Իրենք ալ միան մարդկանց կուդան ինչ որ հաջելի է մարդկանց, չէ սիրելի քույր եղբայրներ, սուր վարդապետությունը շատ կարևոր է։ Սուր վարդապետությունը թե ինչ է մեղքը, ինչ է շնորհքը, ինչ կատարվեցավ խաչի վրա, ինչու Հիսուս հարություն արավ, ինչու Հիսուս համբարձավ, Սուրբ Հոգին ով է, ինչ կնե, ինչու եկավ։ Եկեղեցին ինչ է, միապանությունը ինչ է, Հիսուսի վերադարձը ինչպես պետք է սպասենք։ Ինչ կգադարվի աշխարհի մեջ, ինչպես պետք է, որմե պետք է փախինք, որը պետք է ընդունենք, ինչ բանը պետք է թողնենք, ինչ բանը պետք է բահենք։ Այս բոլորը սուրբ գրային սուր վարդապետությունն է, որ կսկսի Հիսուս Քրիստոսով։ Համար 4. Դուք Աստուծմե եք որդյակներ ու անոնց հաղթեցիք։ Աստուծմե եղողը կհաղթե սուտ վարդապետությանը։ Եթե դու դիրոջ խոսքին մեջ հաստատված ես եւ գսորվիս եւ գհաստատվից, դու կհաղթես սուտ մարգարեներուն։ Դու շատ շուտ կլսես սուտ քարոզիչին սուտ խոսքը։ Դու շատ շուտ կհերանաս այդ մարդոցմե, որոնք Աստծո խոսքին կողքեն ուրիշ բաներ գավելցնեն։ Այո, դուք հաղթեցիք, քանզի մեծ է հոգին, որ ծեր մեջ է, քան թե անիգա, որ աշխարհի մեջ է։ Անոնք աշխարհեն են, անոր համար աշխարհի վրայով գխոսին եւ աշխարհը մտիկ կնե անոնց ինչպես ասի սիրալիր բաներ գքարոզեն, սիրալիր հաջելի բաներ մարդիկ կլսեն, լավ գզկան, իրենց լավ գզկան եւ գսեն, որ ինչ լավ է քրիստոնյան լալը, ինչ որ գխնդրեմ Աստված կուդա, երբ որ գաղութեն Սուրբ Հոգին ինձ կլեցնե եւ այլն, շեշտը տրված է մեր վրա եւ ոչ թե Աստծո վրա։ Կուզեմ հիշեցնել հայր մերի աղոտքը, որ գսե հայր մեր, որ երկինքն ես, քու անունդ սուրբը լա, քու թակավորությունդ կա, քու կամքը դլա։ Ես ստեղ չգամ, ինքն է նպատակը։ Եվ եթե մենք մի քիչ այսպես քարոզենք, վստահ եմ մեր եկեղեցիները գտադարգվին, գբարապնան, ինչու՞, քանի որ մարդկանց հաջելի բաներ չեն գսեր այլևս։ Մարդկանց ուզենք հաջեցնել, նպատակը այդ է, որ մարդիկ հաջին եւ կան եկեղեցի, մասնակից դառնան եկեղեցի, նվերներ դան, դասանորդ տան եւ այլն։ Բայց ինչ է Քրիստոսի հետևորդին նպատակը, Քրիստոսի հաջեցնելն է։ Անոնք աշխարհեն են, աշխարհի բաներ գխոսին եւ աշխարհը զրենք կա գնդունի։ Մենք Աստուծմե ենք գսե։ Եթե լավ կգարտանք, մեկ ադար գարտակ իչ հետո այս համարները մենք ինչու Աստուծմե ենք։ Քանի որ Աստծո պատվիրանքը կատարենք։ Ո՞րն է Աստծո պատվիրանքը։ Հիսուս ընդունիվ ինչպես որ է եւ սիրել մեկս մեկ մեր տեղական եկեղեցիներու մեջ։ Վերջ։ Չենք գսեր որ Աստուծմե ենք գսել, չէ մենք անմեղ ենք։ Աստուծմե ենք գսել մենք Աստծո խոսքին համաձայն դաբրինք եւ գործենք եւ որ ինանք Աստծո խոսքին համաձայն կշարունակենք։ Շեշտը տրված չէ մեր վրա։ Սիրելի քույր եղբայրներ, շեշտը տրված է Աստծո վրա։ Ուր են այն այսօր հավատացյալները, որոնց իրենց կյանքին մեջ շեշտը գտնեն Աստծո վրա։ Գետրոնը
երրորդության մեր Աստվածն է։ Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին, գետրոնը այնտեղ է։ Մենք աստուծում ենք, անոր Աստված գճանչնա, մեզի մտիկ կնե։ Անոր աստուծում է չէ, մեզի մտիկ չներ։ Եվ ասվով գճանչնանք ճշմարտության հոգին եւ խաբեության հոգին։ Ավասիկ Հովանես հստակ ցեվով գզադե խավարը լույսեն։ Անոր մեզի հետ է, աստուծում է։ Անոր մեզի հետ չէ, աստուծում է չէ։ Մենք ով ենք, ճշմարտության խոսքը չէ, այս կամ այն եկեղեցին չէ, այս կամ այն հարավանությունը չէ, մենք ով ենք։ Մենք Հիսուս Քրիստոսը սիրողներ եւ Հիսուս Քրիստոսը սիրողներուն սիրողները։ Այս ենք մենք։ Աշխարհի ցևով չենք կարոզեր, աշխարհի սիստեմով չենք ուզեր ունենալ գազམ་ակերպություններ, անուններ եւ դիդրոսներ, մենք Քրիստոսի պես ենք։ Եվ այդպես պետք է շարժվենք, որ Քրիստոսի պես լանք։ Անոր աստուծում է չէ, մեզի մտիկ չներ եւ որ չաբալ քարոզեմ, մարդը մտիկ չներ, քանի որ իր շարժարիթը մաքուր չէ։ Իր շարժարիթը Աստված չէ, իր շարժարիթը իր կյանքն է, իր կորզն է, իր հաջողություններն են, իր ընտանիքներն են։ Աղոթեցեք իմ ընտանիքիս համար, աղոթեցեք իմ կորձիս համար, աղոթեցեք իմ հաջողության համար։ Գաղութենք, պրոբլեմ չկա, բայց երբ պիտի աղոթես քու ճշմարիտ ապաշխարության համար, երբ պիտի աղոթենք քո միապանության համար, երբ պիտի աղոթես, որ դու հնազանդես Աստծո, երբ պիտի աղոթես, որ Աստծո Սուրբ Հոգին քեզ առաջնորդե, զոհաբերվիս իր парքին համար, երբ ասոր համար պիտի աղոթենք։ Հասկնակ, աղոթներուն ցուցակները անչափ երկար են մեր անձերուն հետ կապված, անչափ երկար են մեր ընտանիքներուն անձերուն հետ կապված, բայց մեր նվիրյալ կյանքին համար Աստծո շատ քիչ էր կան։ Եվ թույլ տվեք ասեմ այս վերջին օրեր անոր մասին կմտածեմ, ընդրվածները քիչ են, կանչվածները շատ են։ Ես կրնամ ասել դարբեր ցևով։ Հալելույա, ամեն ըսողները շատ են։ Փառք քեզ Աստված, ըսողները շատ են։ Քեզ գավադամ դեր ըսողները շատ են։ Բայց քիչեր կան, որ գսեն դեր կհնազանդիմ քեզ 24 ժամ 24 ժամի վրա։ Քու եւ քու խոսքը եւ քու եկեղեցին իմ կյանքիս ամենեն կարևորն են։ Մարդիկ կիլոմետրներ գնեն երբեմն դարեթարցի հարսանիքներու երթալ, բայց այդ նույն մարդիկը, որ հավատացյալ գսեն իրենց 10 րոպե 10 վայրկյան չեն քշեր, կամ նույնիսկ դնային խմբակների մեջ չեն մասնակցիր, հոգնած են, իբր թե անոնց նվիրումը ուր է։ Անոնք աստուծմե են, թե աշխարհեն են։ Այսօր գոչ կնեմ քեզ, աստուծմե ես, թե աշխարհեն ես։ Մի հատ մտածի։ Դերևս այլևս պիտի մասնակցես մեր այս ուղի եթերներուն մեջ, պրոբլեմ չէ։ Իմ համար խնդիր չէ, քո համար է խնդիրը։ Ես միջև այնանեմ, որ դերը գսե, չորեք շաբթի օրերը ուղի եթեր գնեմ։ Այն օրը որ գսե ստոպ, այն օրը գնամ։ Ոչ մեկ պրոբլեմ։ Ինչ որ գսեմ, ինչ որ գնենք, ինչ որ գրցանակրենք, ինչ որ գուղենք, որբեսի ժողովուրդը սրբանա, մաքրվի, աստուծմե եղողները քիչ են, աշխարհեն եղողները շատ են, եւ շատ հավատացյալ ըսվածներ, շատ կներեք ինձի, հավատացյալ ըսվածներ ավելի աշխարհային են, քան թե աստուծո մարդ են։ Եվ Աստծո մարդը գերևնա այս խոսքերով, դու քեզ մի արտարացներ, ըսելով ես Աստծո մարդ եմ, դերևս դարիներ դու քեզ խապերես, ըսելով ես Աստծո մարդ եմ, դու քու կորձերդ պիտի երևա, դու Աստծո մարդ ես կամ չէ։ Քու սերդ, քու եկեղեցական կյանքդ պիտի երևնա, դու Աստծո մարդ ես կամ չէ։ Դու պիտի երևնա քո սուբկիր կարտալու աստվածապանությունդ Քրիստոսի հետ նվիրված կյանքդ պիտի ցույց տա, որ դու Աստծո մարդն ես կամ չէ։ Խոսքով չէ գսե Հովհաննես 18-րդ համարը, այլ կորձով։ Խոսքով չսնենք, խոսքով չհավատանք, խոսքով ամեններ, հալելույաներ չսենք, կորձով։ Եվ այդ կորձը պիտի երևնա Քրիստոսի կորձը։ Ոչ թե բարի կորձ, որ Սարգիսը երավ, ոչ, այլ Քրիստոս Սուրբ Հոգիով կատարեց Սարգիսին միջոցով, այս է բարի կորձը։ Օգուտ է սիրելիներ արդյոք այս բոլորը։ Անոնք որ Facebook-ով գետևին գրնան քրել,
Դերևս գսես հովիվ շատ լավ բան գսես, այո, օգուտ է, ես ալ գսեմ փոխվիր, այս խոսքին համացայն ապրիր, այս խոսքին համացայն թույլ դուր Սուրբ Օքին այստեղ 2 անգամ, 3 անգամ հոգի մասին կխոսվի, թույլ դուր Սուրբ Օքին, որ քեզ դանի այս ուղղության մեջ, աղոտ կտող չելա խնդրել այս կամ այն հարցերը լուծվի, աղոտ կտող լա Սուրբ Օքիով լեցուր ինձ Տեր, որ սիրեմ քեզ, նվիրվեմ քեզ, սիրեմ իմ քույր եղբայրներուն, որ տրած ես ինձ, իմ դեղական եկեղեցի մեջ, այո, դերևս պիտես ես, հովի, ինչ մեծ կործեր կան, սիրելու ժամանակ չունենք, այս կա, այն կա, դունը, դրամ չունենք, կորդ չունենք, եւ այլն, այս բոլորը երկրորդական են, նախ դու Տիրոջ առաջ եկուր, ապաշխարե եւ զղջա, հանձնվիր Հիսուսի, հավատա Հիսուսի, սորվիր ջանցիրով Հիսուսը, եւ հետո այն մարդիկ, որ Հիսուս տրած է քոչորս կողմը, սիրե, ինչպես ինք կսիրե։ Հալելույա։ 7-րդ համարը հավասիկ կսկսի սիրո մասին։ Կարդացինք սիրո մասին 3-րդ գլուխը։ Կորձով սիրենք եւ ոչ թե լեզվով։ Մեջբերումը որով այստեղ Հիսուս Քրիստոսի անձնավորության եւ վարդապետության համար։ Քանի որ գգրտնեմ մեմիավս։ Մեր սերը անգայուն գլա, երբ մեր սերը հիմք չունի Աստվածաշնչյան, Հիսուս Քրիստոսի հիմքը, սիրենք ճշմարտությամբ և կործով, սիրելը ըսիք իչ առաջ նորեն գգրտնեմ, կործունեություն է, քանի որ Հիսուս ինքը սեր է, հիմա գսեի համար 7, սիրելիներ մեկս մեկ սիրենք մեմը ևս, ինչու մեկս մեկ պիտ սիրենք, վասնզի սերը Աստուծմե է։ Եթե Աստված կպնագի իմ մեջ ինչ-որ ըսիք իչ առաջ, և թուն կպնագիս Աստծո մեջ, այստեղ համար 24-ը, ինչ կպադայի, սեր կպախի։ Ինչու այս կամ մարդիկ սիրո պրոբլեմ ունին, նախանց, պամպասանք, սդախոսություն, հետևից խոսիլ, ինչու, քանի որ Աստված իրենց մեջ չէ, շատ պարզ, սիրելիներ, մեկս մեկ սիրենք, ինչու, վասնզի սեր Աստուծմե է, սերը, երբ որ Աստված մտավ իմ մեջ Սուրբ Օքիով, ուրիշ բան պիտի չնե, բացի մեկս մեկ սիրել, մենք շեշտ ուրիշ տեղ գտնենք, քույր եղբայրներ վերադարձեք շիդակ տեղը, մեկս մեկ սիրել, քանի որ Աստծո հոգին քո մեջ կպնագի։ Եթե այդպես է, եթե չես կրնար մեկս մեկ սիրել, քիչ առաջ ասինք, Աստված քո մեջը չէ։ Անցյալ անգամ կարդացինք, ան որ եղբայրը չի սիրել, Աստված իր մեջը չգա։ Հստակ։ Ամեն ով որ կսիրե, Աստուծմե ծնած է ու կճանչնա Աստված։ Ան որ չի սիրեր, Աստված չի ճանչնար, վասնզի Աստված սեր է։ Հստակ կխոսի, մեկնաբանելու պետք չունեմ։ Համար 9. Այս բանի մեջ Աստծո սերը մեր վրա հայտնի եղավ, որ Աստված իր միածին որդին աշխարհ ղրգեց, որպեսզի անոր միջոցով ապրենք։ Այս բանի մեջ է սերը, որ ոչ թե մենք սիրեցինք Աստված, հապա որ անիգա մեզ սիրեց ու իր որդի ղրգեց մեր մեղքերուն քավություն ըլլալու։ Եթե Աստված սիրելիներ, եթե Աստված մեզ այսպես սիրեց, ուրեմն մենք ալ պարտավոր ենք մեկս մեկ սիրել։ Հովանես փրկության ծրագիրը, վարդապետությունը կբացատրե, այստեղ կգրե, բարձրապես բացատրելու համար, թե հավատացյալը քրիստոնյա ուրիշ տարբերակ չունի, բացի սիրել։ Մենք ալ պարտավոր ենք մեկս մեկ սիրենք։ Այստեղ այն չէ սերը բոլոր աշխարհին, մեկս մեկ Հիսուսի սիրով, քանի որ Հիսուս բնականաբար կամ եթե վերստին ծնված եմ եւ եթե վերստին ծնված է, իր մեջ ալ կփնագի, իմ մեջ ալ կփնագի։ Ուրեմն մեկս մեկ սիրելը շատ բնական եւ նորմալ եւ բարձ բան պետք է լա, եթե Աստծո Սուրբ Օքին կփնագի մեր երկուքի մեջ։ Իսկ եթե Աստծո Սուրբ Օքին մեր երկուքի մեջ չփնագիր, չենք կրնար սիրել ինչպես Քրիստոս սիրեց մեզ։
Փաստը գսե այդ է, որ Աստված իր միածին որդին ղրգեց։ Մենք մեղավոր էինք, մենք չճանցանք զինք, ինք ճանցավ մեզ, ինք եկավ դեպի մեզ ներեց, մեզ սիրեց։ Եվ քանի որ այս կատարվեցավ, Աստված կատարեց սիրո առաջին քայլը, մենք ալ բարդական ենք, բարդավոր ենք մեկս մեկ սիրել։ Քույր եղբայրներ, գիտեք որքան պետք է գարթանք այս համարները։ Համար 12 Մեկը երբեք Աստված դեսած չէ։ Եթե մեկս մեկ սիրենք, Աստված մեր մեջ կփնագի եւ անոր սերը կատարյալ պիտի ըլլա։ Աստված դեսած չենք, բայց երբ որ դիմացինին մեջ Աստված կփնագի, քանի որ այն մարդուն մեջ սեր կա, դարձեք դեսնելու կսկսենք Աստված։ Աստված աներևույթ է, բայց երբ որ իմ մեջը սիրով լեցված է, թերևս իմ մեջ պիտի տեսնես Աստված։ Աստծո սերը մեր մեջ կատարյալ կփնագի գլա, երբ որ գսե կփնագի մեր մեջ այն սերը, անոր սերը, անժամանակ այն սերը կատարյալ գլա մեր մեջ։ Եվ ասով գիտենք թե մենք անոր մեջ կփնագինք ու անիգա մեր մեջ, որ հոգին դվավ մեզի։ Սուրբ հոգին, ավազիկ 4-րդ կետը Սուրբ հոգի մասին։ Այսօրվա մեր ընթերցման մեջ 4-րդ անգամ Սուրբ հոգի։ Սուրբ հոգին փաստն է, որ Աստված կփնագի քո մեջ, բայց Սուրբ հոգին ինչը? Սերը։ Սուրբ հոգին մեկ բդուղ ունի՝ սեր։ Շատ մի եկեղեցիներ կսեն Սուրբ հոգի փաստը լեզուներ խոսիլն է, մարգարեություն ունելն է, հրաշքներ ունելն է։ Ես կսեմ ոչ, Սուրբ հոգի փաստը սերն է։ Եվ այնտեղից կփխի մնացած բոլոր գործունեությունը, բոլոր բարգևները։ Սուրբ հոգին գսե գերևնա։ Այսպես մենք գիտենք, որ անոր մեջ կփնագինք, այսպես մենք գիտենք, որ վերստին ծնունդ ունենք, այսպես մենք գիտենք, որ մենք Տիրոջ ժողովուրդ եղած ենք, այսպես մենք գիտենք, որ Աստված կփնագի մեր մեջ, ինչպես? Սուրբ հոգիով։ Եվ այսպես ինչ է? Սիրով։ Մենք տեսանք եւ գվգայենք թե հայրը իր որդին ղրգեց աշխարհի բրգիչը ըլլալու։ Մենք որ գսե այստեղ առաքյալներու մասին է խոսքը։ Մենք տեսանք եւ գվգայենք թե հայրը իր որդին ղրգեց աշխարհի բրգիչը ըլլալու։ Ով որ գտավանի թե Հիսուս Աստուծո որդի է, Աստված անոր մեջ կփնագի, անալ Աստուծո մեջ հստակացնեմ ինչ որ ըսի քիչ առաջ։ Ով որ գտավանի որ Հիսուս Աստծո որդի է, լավ լսեցեք։ Այսօր մեր հայերը բոլորն ալ գտավանին։ Բայց արդյոք Աստված իրենց մեջ կփնագի? Ոչ։ Ինչ մասին է խոսքը? Քիչ առաջ ըսի վարդապետության մասին է։ Շատեր կհավատային, որ Հիսուս պարզապես մարդ մներ եւ Աստծո որդին Քրիստոս եկավ եւ այդ մարդու մեջ բնակեցավ։ Այս սուտ վարդապետություն է։ Անա Հովհաննես կսե, ան որ գտավանի, որ Քրիստոս Աստծո որդի երրորդության երկրորդ անձնավորությունը եկավ եւ մարմին հագավ եւ մերավ խաչին վրա եւ մեր մեղքերը քավություն հրավ եւ մեր մեջ կփնագի հիմա իր Սուրբ հոգիով, այն մարդը գրնանք ասել, որ Աստծո մեջ կփնագի եւ Աստված իր մեջ։ Քանի որ սերը պիտի ըլլա այդ միակ բդուղը, որ պիտի երևնա այդ մարդուն մեջ։ Հալելույա։ Սորվինք սիրել։ Սիրենք սիրել։ Քույր եղբայրներ, սիրենք Հիսուսի պես սիրել։ Եվ եթե չենք կարող, աղոթենք, խնդրենք օգնությունը Սուրբ Հոգուին, խնդրենք Սուրբ Հոգուն լեցնությունը մեր մեջ, որ սիրենք Քրիստոսի պես։ Այստեղ օրինակներ կուտա, ինչ ըրավ հայրը որդին ղրգեց սիրո նշան, որդին ինչ ըրավ, եկավ մերավ մեր քավության համար սիրո նշան, հետո անգևերջ ինչ ըրավ, Սուրբ Հոգիով եկավ մեր մեջ բնակելու սիրո նշան, չնայեցավ մեր դգարության, չնայեցավ մեր բագասության, չնայեցավ մեր խնդիրներուն, այլ եկավ Սուրբ Հոգիով մեր մեջ բնակելու այն ինչ մեծ սեր է, որ իրանցը զոհեց, որ մեր մեջ բնակի իրենալա փառք, հալելույա։ Մենք ճանցանք ու հավատացինք թե Աստված մեզ գսիրե, Աստված սեր է։
անոր սիրո մեջ կփնագի, Աստծո մեջ կփնագի եւ Աստված անոր մեջ։ Նայեցեք քանի անգամ կգրտնի։ Ասով սերը մեր վրա կատարյալ գլա, որբեսի համարցակություն ունենանք Թադաստանին օրը, համարցակություն ունենանք, քիչ առաջ ասենք համարցակություն ունենանք աղոթելու, հիմա գսե համարցակություն ունենանք Թադաստանին օրը։ Մեկ խոսքով Թադաստանին օրը դու դերևս ներս բիդիալ չմտնաս, եթե սիրո մեջ խնդրեմ ունիս։ Փրկության նշանը սերն է, առաստված եւ մարդու Քրիստոսի եկեղեցին մեջ մեգս մեկ կսե նշան է։ Երբ մարդիկ կսեն հովիվ ինչպես գիտնանք որ այս մարդը իրական հավատացյալ է, շատ պարզ, նայիր իր շարժարիտները եկեղեցին մեջ քուր եղբայրներուն հետ, քուր եղբայրներուն հետևեն իր սուբկիր կարտալը, իր վարդապետության մեջ, իր աղոթքի կյանքը գերևնա։ Եթե այդ մարդուն մեջ Սուրբ Հոգին կփնագի գերևնա։ Շատեր կանտեր չերևնար, շատեր կանտեր ապաշխարած չեն։ Մեր բարդականությունը ավետարանը կարոզել այդ մարդուն ասել, ձունկ արի, դիրոջ արջև, քանի որ անվոր կսե Հովանես մեկը մեր քարոզչությունը չընդունիր, Աստվածալ չընդունիր իրեն։ Անոր համար մենք անչված ենք կարոզել, բայց մարդուն շիդագը ասել։ Եկուր դիրոջ առաջ եւ սկսիր սիրել Հիսուսը։ Շատ հավատացյալներ կան, դարիներ հավատքի մեջ են, բայց Հիսուսին չեն սիրել, ինչպես որ սուրբ գիրքը մեզ կսորվեցնե։ Եղբայր քույրերուն չեն սիրել, ինչպես որ սուրբ գիրքը մեզ կսորվեցնե։ Համարցակություն ունենք Թադաստանին օրը։ Հիմա լավ նայեցեք ինչ պիտի ասեմ։ Իսկ խոսքերեն մեկն է։ Բասնզի ինչպես որ է ինք, նույնպես ալ մենք ենք այս աշխարհի մեջ։ Ինչպես որ է ինք, ով Հիսուս։ Քիչ առաջ ինչ ասենք։ Սիրենք կորձով եւ ճշմարտությամբ, եւ ասենք որ ճշմարտությունը Հիսուսն է։ Եվ ասենք որ սիրել Հիսուսի պես։ Հիմա ինչ կսա այստեղ։ Թադաստանին օրը դերը պիտի նայի։ Մենք այս աշխարհի մեջ իր նման ապրեցանք կամ չէ։ Իր նման էինք կամ չէ։ Բայկարեցանք իր նման ըլլալ։ Աղոթեցինք լացով, որ իր նման ըլլանք։ Իր նման սիրով, իր նման քուրքուրանքով։ Ինչպես որ է ինք, այնպես ալ մենք այս աշխարհի մեջ։ Հիսուսի բնավորությունը սորվեցեք։ Հիսուսի անձը սորվեցեք։ Հիսուսի խոսքը սորվեցեք։ Հիսուսի էությունը նայեցեք։ Եվ աղոթեցեք Սուրբ Հոգի, օգնե ինձ, որ Հիսուսի պես լամ։ Թադաստանի օրը այս պիտի բրգե քեզ։ Ոչ թե սուբկիր գիտնալով, սուբկիր կարոզելով, եկեղեցի գալով, երբեմն այսպես ադեն, հալելույա ամեն ասելով, ոչ։ Հիսուսի պես լալն է քեզ պիտի բրգե։ Թադաստանի օրը։ Ուրեմն գսե սիրո մեջ վախ չկա։ Նորմալ է։ Եթե դու այսպես սեր ունիս, դու Թադաստանեն չես վախնար։ Քանի որ Սուրբ Հոգին քեզ բրգած է։ Բայց եթե այսպես սեր չունիս, վախցիր, դերևս բրգված չես։ Սիրո մեջ վախ չկա, գադարյալ սերը վախը մեկտի գվանե։ Այս սերը ես պետք ունիմ։ Այս սերը պետք է զարկանայի մեջ։ Այս սերը պետք է խորանայի մեջ։ Այն սերն է որ պիտի վանե իմ դատապարտությունը, իմ Թադաստանի վախը, իմ անձնական մտքերը, երբ որ Աստծո հետ այս տեսակի սիրո մեջ եմ, երբ որ Սուրբ Հոգին ինձ այս տեսակի սիրո ուղղության մեջ կդանի ինձ մարդկանց հետ։ Վախը դանչանքի ենթակա է։ Երբ կվախնաս, ասել է բրգված չես։ Եթե բրգված չես, դու պիտի դանչվիս։ Անշուշտ վախը քեզ դանչանք կբերե։ Քույր եղբայրներ, հայրենագիցներ, իսկապես ապաշխարությունը կյանք կփոխե։ Հանձնվիր Հիսուսի եւ ասի այսպես կյանք ուզեմ, Հիսուս, քո նման ապրիլ։ Դա շատերը պիտի ասեն, մենք Հիսուսի պես չենք կրնարը լալ։ Գիտեք անոնք ով գսեն,
Անոնք որ այս սուտ վարտաբեդությանը գահավադան, որ գսվի թե Հիսուս Աստված էր, Հիսուս եկավ Աստված մնաց, Աստուծոպես ապրեցավ, անորմալ մեղք չկործեց։ Ոչ եւ ոչ, Հիսուս նաեւ կատարյալ մարդ եղավ եւ ինք գրնար մեղք կործեր, քանի որ ինք մարմինի թույլության մեջ էր, բայց ինք որոշեց հավատարիմը լալ, նվիրյալ իր հորը, Սուրբ Հոգիով լեցվեցավ եւ ոչ մի մեղք չկործեց։ Ինչպես որ ինք մենք այդպես այն դեսագի սիրո մեջ վախ չկա, այն դեսագի սիրո մեջ Փադաստան մոդենալու վախը չկա։ Անոր գվախնա համար 18 սիրո մեջ գադարյալ չէ։ Անոր գվախնա թե այս մարդը ինչ պիտի ասեն, մարդը ինչ պիտի ասե, անոր գվախնա որ Աստված պիտի տադե իրեն, անոր գվախնա որ պիտի չհաճողի, սերը գադարյալ չէ։ Երբ որ սիրո մեջ ես, Աստուծո մեջ ես, եւ որ Աստծո մեջ ես, դու պաշտպանված ես, դու սիրո մեջ ես, դու քույր եղբայրները չես վախնար, այլ կսիրես, կնվիրվես, կանցնվես, մենք զանիկա սիրեցինք, վասնզի ան առաջ մեզ սիրեց, հալելույա։ Երբ որ գանթրատարնամ ինչպես Աստված սիրեց ինձ, եւ իր սերը կատարյալ է, իր սերը իրական է, իր սերը անփախուստ է, այն ժամանակ ես ալ սիրելու կսկսիմ, ես ալ նվիրվելու կսկսիմ, ես ալ կհասկնամ սիրո կատարելությունը, սիրո ճշմարտությունը։ Համար 20, եթե մեկը գսե թե ես Աստված կսիրեմ ու իր եղբայրը ադե, սնխոս է այն մարդը։ Թույլ տվե գսեմ շատ անգամներ կլսեմ այս։ Եղբայրը այս անգե քույրը ասանգե անանգե, բայց ես Աստծո հետ, ես միապանված եմ Աստծո հետ, ես Աստված, իմ հետ Աստված, քույր եղբայրներ։ Երբ որ քրոջդ եղբորդ հանդեպ ցերկդ կերգնա, լեզուտ կերգնա, մադդ կերգնա, հետևեն կամ արջևեն, իմացիր որ դու Աստծո սերը չունիս։ Դու գրնաս ասել եղբորդ սխալը, բայց իրեն ասե։ Դու գրնաս համացայն չլալ քրոջդ, գնա եւ իրեն ասե։ Դու միշտ սիրո մեջ կսե վախ չկա։ Սիրո մեջ կատարելություն է։ Սերը տապանցիկ է, պարզ է, քանի որ այսպես սիրեց։ Եվ նայեցեք, քանզի ան որ իր եղբայրը չի սիրեր, որ գտեսնե, Աստված որ չի տեսներ, ինչպես կնա սիրել։ Գտեսնեք Հովհաննեսը Աստուծո սերը, իմ Աստծո սերը եւ իմ մարդկանց հետ ունեցած սերը նույն աստիճանի վրա գտնե։ Եվ Հիսուս ասավ, ինչ ամենը մեծ բադվիրանքը, սիրեք ու Աստվածդ քո ամբողջով մտքով զորությամբ եւ սիրեք ու ընկերդ։ Նույն մագարտակը։ Ուրեմն եթե Աստված գսիրես, նույն չափով սիրե եղբայրդ։ Եթե դու չես սիրեր եղբորդ կամ քիչ կսիրես եղբորդ, քիչի որ նույն չափով կսիրես Աստծո։ Շատ բարձ դու քեզ փորձե։ Քիչ առաջ ասինք, փորձեցեք սուտ մարգարեները։ Եկեք սուտ մարգարեները փորձել են առաջ, մենք մեզ փորձենք։ Մենք իրական սիրո մեջ ենք արդյոք։ Իրական մենք Հիսուսի հավատքի մեջ ենք։ Իրական միապանված ենք իր հետ։ Իրական Աստված մեր հետ կփնագի, ես իր մեջ կփնագիմ։ Արդյոք իր խոսքին բանվիրանքներուն ես կհնազանդիմ։ Արդյոք սերը իմ մեջ կատարյալ է։ Իմ աղոթքից նյութերը ո՞րն են։ Ես, թե ով դեր, դու։ Փորձե դու քեզ։ Աստված վերջին համարը այս պատվերը դված է, ան որ Աստված գսիրե, իր եղբայրն ալ պետք է սիրե։ Այսօրվա մեր ընթերցումը գրնամ ասել հիմքն է քրիստոնեությանը։ Ուրեմն ես պիտի առաջարկեմ քեզ մենալ գարտաս այսօրվա ընթերցումը։ Գարտացինք 3:19-ն մինչև 4:21։ Մենալ գարտա։ Աղոթքով։ Անգերց
սիրտդ բաց Աստծո առջև եւ ասե դեր այս խոսքը նաեւ իմ համար է, այս խոսքը ժեներալ չէ, բոլորին համար չէ, իմ համար է, եւ կարծե որ Աստված ուղիղ քեզ այս նամակը խոսքը գղրգե, միան քեզի մորցիր կողքիններուն, մորցիր այդ մարդկանց, քեզ ցավցնողին, քեզ նեղացնողին, մեկ կողմիր, եկուր Տիրոջ առջև եւ ասե Տեր աս խոսքերը ինչ արձագանք կգտնե իմ մեջ։ Եվ ասեմ ցեզի ոչ մեկ կարևորություն չունի քո դիդրոսը, քո եկեղեցական պատկանելությունը, քո այս կամ այն ըլլալը, քո թագավոր ըլլալը, քո նախագահ ըլլալը, քո մեծ իմաստուն մարդ ըլլալը ոչ մեկ կարևորություն չունի։ Փաթաստանի օրը մեկ բան կարևորություն ունի։ Դու Հիսուսի պես էիր կամ չէ։ Սերը մարդկանց հանդեպ քո անձը ուրանալով ասոր վրա աշխատիր, ժամանակ ունիս, եթե ունիս, չեմ գիտեր երբ պիտի մեռնիս կամ երբ Տերը պիտի գա, սրա վրա աշխատիր, կարևորը գա եւ կարևորին կարևորը գա, իմ սիրելի քույր եղբայր, օրտնյալը լա մեր Տերը, որ մեզի այսօր գրնամ ասել ամեն անգամ որ մենք սերդեր ենք, միշտ ասել են որ այս խոսքը շատ կարևոր է։ Այո, քանի որ Աստվածաշունչն է, հիմա էլ գսեմ այս խոսքը շատ կարևոր է։ Ձեր սերը թող հիմնվի Հիսուս Քրիստոսի պես սիրելու։ Զգայուն, գգրտնեմ, զգայուն սեր չէ, զգացողական սեր չէ, մարդուն ուրախացնել սեր չէ, ճշմարիտ սերը, որ միան Հիսուսի մեջ կրնանք գտնել, քանի որ Աստված սեր է։ Իրեն լապարկ, այս երկեն վերջ կվերակտնենք իրար։ Միայն քեզ ես կարոտում հոգիս, միայն քեզ է աղոթում հոգիս, միայն քեզ եմ պարտական, հոգուս Տեր ու տիրական, Սուրբ հոգուտ համար, մեծ սիրուտ համար, միայն քեզ է աղոթում հոգիս, միայն քեզ է փափագում հոգիս, միայն քեզ եմ պարտական, հոգուս Տեր ու տիրական, Սուրբ որդուդ համար, մեծ սիրուդ համար, իմ կյանքի լույսն ես դու, տիրակալն ու սուրբն ես դու, հավիտյան ինձ ապրեցրու, Հետ երկնքում իմ կյանքի լույսն ես դու, տիրակալն ու սուրբն ես դու, հավիտյան ինձ ապրեցրու, քեզ հետ երկնքում քո սուրբ երկնքում, միայն քեզ է պատկանում հոգիս, միայն քեզ է աղոթում հոգիս, միայն քեզ եմ պարտական, հոգուս Տեր ու տիրական, Սուրբ
հավիտյան ինձ ապրեցրու Քո սուրբ երկնքում իմ կյանքի լույսն ես դու Տիրակալն ու սուրբն ես դու Հավիտյան ինձ ապրեցրու Քեզ հետ երկնքում Քո սուրբ երկնքում Ամեն, ամեն եւ ամեն գբատվենք օրտնենք քեզ ամենագալ Աստված մեր շնորհակալ ենք այս խոսքի իրականության համար որ մեր կյանքը գշտկես շիտակ տեղ գտնես մեզ շիտակ ուղղության մեջ գտնես քո սուրբ հոգիով եւ քո խոսքով քեզ լամիշտ փառք եւ բադիվի ворտությունը քո արժեվ գբերենք գարները ինգածները հիվանդները անորոշները որբեսի հայտնվես իրենցով դեր հայտնվես իրենց սրդին մեջ տեսնեն քո մեծությունը քո սերը քո օրտությունը քո զորությունը եւ այդպես նվիրված քեզ բաշտեն ծառայեն եւ իրենց դժվարություններում մեջ հրաշքներ գդարես օրտնություններ անես փոփոխություններ լան եւ միշտ քեզ բադվեն ամեն բանի մեջ քեզ լա փառքը հավիդյանս հավիդենից հիմա եւ միշտ ամեն ամեն եւ ամեն դեր օրտնեցիներ քուր եղբայրներ հուսանք ամեն ինչ լավ էր այսօրվա մեր ուղիները ցեզ ժամատրություն գուտանք կալ ճորեք շապտի եթե դերը գամի նույն ժամուն նույն ալիքին վրա մեծ համբույրներով բոլորիդ ցտեսություն